Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Արմեն Գրիգորյանին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գործունեության համար եւ նշել, որ այս ամբողջ ընթացքում ամբողջ ծավալով նա ներգրավված է եղել անվտանգության ոլորտի հետ կապված օրակարգում, այդ թվում խաղաղության հաստատման գործընթացում եւ ունի շատ էական ներդրում այդ ոլորտում մեր ունեցած ձեռքբերումների կայացման հարցում եւ դա շատ գնահատելի է։ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին եւ նշել. Նաեւ լինելով ազգային ժողովի նախագահ, ըստ էության աշխատանքային տեղեկատվության պակաս չունի եւ կարող է միանգամից անցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի արդյունավետ գործունեությանը։ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Անվտանգության խորհրդի գրասենյակի թիմին համատեղ կատարված աշխատանքի համար, ընդգծելով, որ վերջինս մեծ ներդրում է ունեցել խորհրդի հաջող աշխատանքում։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է նաև Ալեն Սիմոնյանին եւ հաջողություն մաղթել։ Դուք նշեցիք այն աշխատանքները, որում ես ներգրաված եմ եղել, այդ աշխատանքները որտեղ որ հաջողել ենք, դրա մեջ մեծ ներդրում է ունեցել ԱԽ գրասենյակը, որտեղ որ չենք կարողացել կամ թերացել ենք, դա ավելի շատ երևի իմ պատճառով է եղել, ոչ թե երևի այլ հաստատ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել։ Ալեն Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության եւ Արմեն Գրիգորյանին կատարված աշխատանքի համար։ Մենք ունենք լավ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ, որոնք ինձ համար թանկ են եւ կարծում եմ, որ կարողանանք միասին աշխատել, անկախ այն բանից, որ վարչապետը ասաց, որ տեղյակ եմ եւ մասնակցել եմ, կարծում եմ դուք պետք է ինձ օգնեք մտնել աշխատանքային գործընթացի մեջ ավելի խորը եւ հուսամ կարողանանք իրար հետ աշխատել։ Վարչապետը հաջողություն է մաղթել ներկաներին առաջիկա գործունեության մեջ, միաժամանակ ընդգծելով նախորդող շրջանում կատարված կարևոր աշխատանքը։ Ես ունեմ կոնկրետ խնդիրներ առաջադրելու Անվտանգության խորհրդի քարտուղարին եւ Անվտանգության խորհրդի գրասենյակին եւ առաջիկայում մենք այդ թեմայով քննարկումներ կունենանք եւ ես կտամ անհրաժեշտ հանձնարարականներ, մինչ այդ պարոն Սիմոնյան իհարկե համաձայն եմ, անկախ նրանից, որ պրոցեսներին ամբողջությամբ տիրապետում եք, անհրաժեշտություն կլինի որոշ ժամանակ, ոչ շատ երկար, ծանոթանալ Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատանքի առանձնահատկություններին, կանոնադրական լիազորությունների շրջանակին եւ գործունեության կանոնադրության շրջանակին, որից հետո արդեն աշխատանքային կարգով ես կառաջադրեմ այն կոնկրետ խնդիրները, որոնց լուծումները առաջիկայում ակնկալելու եմ ձեզնից եւ Անվտանգության խորհրդի գրասենյակից,